իշխանության է եկել մի ուժ, որը տվել է խոստումներ շատ հաճելի լսելու համար, ձախողել է բոլորը, անխտիր, և չեմ կարծում, որ մեր ժողովուրդը չի կարող սա ոչինչ չտեսնել, համենայնդեպս մեր ժողովրդի մի զգալի մասը։ Հիմա ինչի են իրենք կենտրոնացել այդ խաղաղության օրակարգի վրա, պատճառը մեկն է, էլ ուրիշ ասելիք չկա։ Հիմա պետք է խաղաղության թեզը ֆետիշացնեն և ասեն մնացած երկրորդական է, հիմա մի քիչ էս կողմ են կողմ, բայց մենք միակ անուժն ենք, որը բերում է խաղաղություն։ Իդեպ դա ասում է մի մարդ, որը բերել է Հայաստանի համար ամենից սարսափելի պատերազմը, որի ժամանակ իշխանության գլխին լինելու ժամանակ մենք ունեցել ենք ամենից մեծ քանակի զոհեր և վիրավորներ, և այդ մարդը այսօր փորձում է դառնալ սենց խաղաղության աղավնի և խաղաղությունը բերող մարդ։ Եվ մինչդեռ ամենից խաղաղ տարիները Հայաստանի Հանրապետությունում եղել են հենց իմ նախագահության տարիները։ Ամենից խաղաղ տարիները, ունեցել ենք ամենից քիչ զոհեր, ընդհանրապես որևէ տարածքային կորուստ չենք ունեցել, և ունեցել ենք մի շարք այլ հաջողություններ տնտեսական ոլորտում։